Բարև ձեզ։ Պարզ չէ արքայական գամբիտը Թուրքիան է խաղարկում, թե խաղարկում են Թուրքիայի դեմ։ Ով կամ ինչը կզոհաբերվի, այդքան էլ կարևոր չէ, բայց ամենամեծ սպասումը Ադրբեջանում է։ Դրա համար էլ ճիշտ կլինի չափել Բաքվի քարոզչամեքենայի լռության գինը Թուրքիայում քաղաքական հեղեղումների ամպլիտուդը դիտելիս։ Երևի մտածում են վատթարագույնը, Էրդողանը կգնա, հետնել կտանի Արցախի նվաճման դափնին, որի վրա ապրում է Ալիևների կեսդարյա կլանը, հենց Էրդողանի արտոնագրով։ Այնպես որ անկախ ներթուրքական վայրիվերումից մտածեք ոչ թե հայ-ադրբեջանական խաղաղության կոչվող պայմանագիրը փրկելու, այլ Բաքվին տրված թուրքական արտոնագիրը չեղարկելու մասին։ Կարևորը հենց դա անելն է։ Ի վերջո, եթե խաղաղության պայմանագրի ադրբեջանական միստիկան չունի վաղեմության ժամկետ, ինչպես վկայում են Ալիևի անպատիժ կապրիզները, թուրքականն ունի եւ ուզի թե չուզի բախվելու է Էրդողանի կոկորդին կանգնած Ստամբուլի քաղաքապետի քաղաքական ճակատագրին։ Ով գիտի, Օսմանյան ճակատագիրը որտեղ եւ երբ կկատարի այդ շրջադարձը։ Տեսեք նույն ճակատագրի հեգնանքը, այն պաթոսով, որով Թուրքիան է թակում Եվրամիության դուռը, նույն պաթոսով այդ դուռը շղկացնում է Բաքուն։ Բա որ մի օր բացեն այդ դուռը Էրդողանին հրաժեշտ տված Թուրքիայի առջև, ում են հանձնելու Էրդողանի արտոնագիրը կորցրած Բաքվի բանալիները։ Այդ ժամանակ երևա ինչ ուժ ունի հայ-թուրքական սահմանին Եվրամիության անդամակցության մասին հայկական օրինագիծը։ Իսկ մինչ այդ ժամանակը սուղ է։ Շտապեք դեր կանգնել հայկական բանակի արևմտյան ստանդարտին։ Հաջողություն։